Դպրոցների ճանապարհների անվտանգությունը լինի առանձնահատուկ ուշադրության ներքո, պիտի հիշեցնեմ, որ կրթահամալիրների մեր ծրագրով, որը 300 դպրոցների մաս է, ընդհանրապես դպրոց տանող ճանապարհների վերանորոգում եւ հիմնանորոգում է նաեւ իրականացվում։ Եվ կրթությունը նորաձև է շարժման մասին։ Անկեղծ ասած, Տիկին Գյուրեղյան, ձեր հարցը ինձ շատ հասկանալի չի, որովհետև կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք այն մասին, որ մարդիկ պիտի իրենց վրա աշխատեն, պետք է հասկանան, թե որտեղ են իրենց գիտելիքի, այդ թվում բացերը եւ դրանք փորձեն լրացնեն, այդտեղ ոչ մի նորություն չկա։ Եվ եթե մենք ունենք այդ շարժումը, որը աջակցում է մեծահասակների կրթությանը եւ ոչ միայն, որը աջակցում է մեր հասարակության ներսում առկա խնդիրների ձևակերպմանը եւ այդ խնդիրների շուրջ աշխատանքին, դա չի կարող որևէ ռազմավարությանը խոչընդոտել։ Դա գալիս է լրացնելու ցանկացած ռազմավարություն, որովհետեւ կարծում եմ մենք ունենք մի ռազմավարություն, դա մեր երկրում մարդկային կապիտալի զարգացումն է, յուրաքանչյուր անձի լիարժեք իրացումն է եւ ցանկացած խոսակցություն, ցանկացած ռեֆլեքսիա տանում է դրան։ Այս խոսակցությունն էլ է ռեֆլեքսիայի մի ձև, եթե մենք դրան ճիշտ վերաբերվենք։ Եվ եթե դուք հանրային հարթակների ձևավորման, որտեղ մարդիկ խոսում են կարևոր հարցերից, պրոբլեմ եք տեսնում, ես այդ պրոբլեմը երբեք չեմ տեսել ու չեմ տեսնի, ու ես այդտեղ չեմ հասկանում ձեր հարցադրումը, ինչու պետք է ես դրա հանդեպ ինչ որ այլ վերաբերմունք ունենամ։ Ես կարծում եմ, որ այդ խոսակցությունը կարևոր է, ես կարծում եմ, որ ընդհանրապես ինչքան շատ մարդիկ խոսեն եւ հասկանան իրենց պրոբլեմները, այնքան մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք այդ պրոբլեմները լուծելու։ Շնորհակալություն։ Ձագանք Տիկին Անդրեասյան։ Տիկին Գյուրեղյան, մի րոպե դուք չեք կարող ասեք, Տիկին Գյուրեղյան, դուք չեք կարող ասեք արձագանք ու արձագանք եք։ Ես եմ ասում արձագանք, դուք արձագանք։ Սա կանոնակարգի դուք չեք նախագահում նիստը անջատեք խոսափողը, ես ձեզ արձագանքի հնարավորություն կտրամադրեմ։ Ինչ է նշանակում միացնել խոսափողը, ասել արձագանք ու արձագանքել, դա նորմալ է։ Հա, կասեմ, Տիկին Գյուրեղյան, իդեպ կրթվելը նորաձև է շարժման հետ կապված, ձեզ ուզում եմ տեղեկացնեմ, որ շարժումը շատ բաց է եւ բոլոր քաղաքացիների արչեւ, բոլոր տեսակի քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների արչեւ, դուք կարող եք ինքներդ գրանցվել, գնալ այդ խոսակցություն լսել եւ հասկանալ, արդյոք պետքա Տիկին Անդրեասյան ինչ որ լիցենզիա տար այդ շարժման համար, թե ոչ, արդյոք ինչ որ խնդիր կա այդտեղ ոլորտային, թե ոչ, եւ հետո ոնց որ իրազեկված ձեր քննադատությունը փոխանցեք մեզ, ես վստահ եմ ձեզ սիրով կընդունեն այդ քննարկումներին եւ սիրով կլսեն նաեւ ձեր տարբերվող դիրքորոշումները, ձեզ արձագանքի հնարավորություն։ Տիկին Անդրեասյան, ուրեմն խոսքը նրանում չէ, որ դպրոցները այո, եթե այդ դպրոցները ամեն ինչ ապահոված լինեին ու բոլոր հնարավորություններ ունենային, այս 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագրի կարիքը չէր լինի։ Խոսքը նրանում է, որ երբ որ ծրագիրը մշակվում է, մշակումից առաջ իրավիճակի վերլուծություն է արվում եւ խոստումները, քայլերի հաջորդականությունը, խոստումների եւ կատարման հաշվարկված է լինում։ Դուք հստակ ձևակերպել եք ռազմավարություն, որտեղ հստակ ենթադրվում է հաշվարկած գրել եք 110, 150, 190, սա նշանակում է, որ դուք կամ հաշվարկը սխալ եք արել, որը ակնհայտ է, կամ դուք ի սկզբանե չեք հասկացել ինչի հետ գործ ունեք։ Իմ ասածն է, խոստացեք այնքանով, որքանով դա դուք կարող եք։ Եվ այս խնդիրները չէր լինի։ Իսկ ինչ մնում է կրթվելը նորաձևին, իմ գրանցվելուն, դե կներեք էլի, այն բանախոսները, որոնք այդ շարժմանը իրականացնում են այդ շարժումը, այդ բանախոսների Facebook-յան բառապաշարը լսելուց հետո, տեսնելուց, կարդալուց հետո, ես ընդհանրապես ես թույլ չեմ տա այդ լսարան մտնել։ Տիկին Գյուրեղյան, դե շարունակեք չիրազեկված դատողություններ անել, խնդրեմ Տիկին Անդրեասյան։ Տիկին Գյուրեղյան, մենք ոչ սխալ ենք հաշվել, ոչ էլ մտածել ենք, որ չգիտենք ինչի հետ գործ ունենք։ Փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ որ մենք մեր առաջ դնում ենք նպատակներ, որոնք դժվար իրագործելի են։ Գիտեք, տարիներ շարունակ ռազմավարությունները գրվել են մի ձևով,
որ ինչ որ մեր ընթացիկ գործունեությունն է, մի քիչ գեղեցիկ բառերով ձևակերպել ենք եւ դրել ենք որպես նպատակ եւ դա թույլ է տվել, որ մենք առավոտյան 9-ից 6-ը ոչինչ չանենք եւ ռազմավարությունը թղթի վրա իրականացվի։ Մենք այդպիսի ռազմավարություններ չենք գրում։ Մենք գրում ենք ռազմավարություններ, որոնք մեր հարմարավետության շրջանակից մեզ դուրս են հանում եւ ստիպում են անել ավելին, քան մենք այդ պահին գուցե մտածում ենք, որ կարող ենք։ Միայն այդպես է տեղի ունենում փոփոխությունը։ Եվ ես միայն ուրախ եմ, որ 300 դպրոց 500 մանկապարտեզը, որտեվ դա մենք մեր անձերի համար չենք անում, մեր երկրի համար այդ միջավայրն ու հնարավորությունը բացի։ Իսկ կրթվելը նորաձևային է, մասնակցելը ձեր իրավունքն է, բայց եթե ձեր հարցը լիցենզավորման մասին էր, նման ուրեմն գործընթացների լիցենզավորման կարիք ընդհանրապես չկա, օրենսդրության հետ կապված որևէ խնդիր չկա եւ ոչ ֆորմալ կրթական գործընթացը իրականացվում է այնպես, ինչպես որ պիտի իրականացվի։ Ներողություն եմ խնդրում Տիկին Գյուրեղյան, կարաք թույլ տաք շարժվենք առաջ։ Իդեպ բանի, քանի որ Տիկին Անդրեասյանը նաև ասաց, որ օրինակ այս խոսակցությունը եւս հանրային խոսակցությունն է, որ ունի կրթական բաղադրիչ, կարծում եմ պետք է ազգային ժողովն էլ ոչ ֆորմալ կրթության դիտանկյունից լիցենզավորել, հատկապես բյուջետային քննարկումները, որովհետեւ ոնց կարանք sense բան քննարկենք առանց լիցենզիայի։ Խնդրեմ պարոն Բաբայան։ Շնորհակալություն, ես էլ ցավոք չեմ կարող չանդրադառնալ Տիկին Գալստյանի եւ Տիկին Գյուրեղյանի բարձրացրած հարցերին։ Նախ Տիկին Անդրեասյան կխնդրեմ, որպեսզի հանձնարարեք եւ ստուգվի թեկուզ չգիտեմ ինչ չափանիշներով, բայց այդ ոնց է այդ 110 դպրոց դաշնակցության նախարարություն եղած ժամանակ կառուցվել, խնդրեմ ուղղակի մենք հետո դա մի հատ քննարկենք, հասկանանք, այդ ինչ թվերի մասին է խոսքը։ Նաև ուզում եմ ասել Տիկին Գյուրեղյան, որ եթե օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը նախաձեռնի կրթվելը նորաձև չէ, կամ կրթվելը իսկապես նորաձև է, կամ կրթվելը անհրաժեշտ է խորագրով ուրեմն շարժումներ, եւ այնտեղ չլինեն հակասահմանադրական եւ հակաօրինական կոչեր, ապա դրանք նույնպես այդ շարժումը նույնպես որևէ լիցենզավորման կարիք չի ունենա, ինչպես որ չունի կրթվել է նորաձևը։ Իսկ հակասահմանադրական լինի, նորից լիցենզավորման կարիք չի լինի, բայց կլինի արդեն այլ Անջի մասին ով խոսեց, կներեք։ Դուք ասեցիք, թե ինչ կապ ունի, ինչպես կարող է շարժումը ինքը իր կանոնադրության մեջ գրի, որ ինքը լրացնում է հիմա ինձ արձագանքելու իրավունքը չունի։ Ոնց որ ասում են, որ սուտ եք ասում եք։ Հոգի է խոսում։